Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միջազգային իրադրությունը կարող է սրվել եւ սրվել շատ կտրուկ, քանզի ռուս-ամերիկյան հարաբերությունները կարծես թե կարգավորվելու հնարավորություն չունեն։ Գոնե այս պահին այդպիսի տպավորություն է թողնում։ Քանզի այն հանդիպումը, որ պետք է կայանար Հունգարիայում, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև չեղարկվել է։ Ավելին, Թրամփը ստորագրել է որոշում, որով թույլատրել է ուկրաինացիներին օգտագործել ամերիկյան հրթիռները Ռուսաստանի խորքերը հարվածելու համար։ Սա ռուսական քաղաքական վերնախավի կողմից որակվեց մեկ բառով՝ թշնամական գործողություն։ Իսկ երեք Ռուսաստանի նախագահը հանդես եկավ լրատվամիջոցների առաջ հարցազրույցով, որտեղ նշեց, որ տամոհավքների կամ այլ հրթիռների օգտագործումը Ուկրաինայի կողմից կարող է հանգեցնել շատ կտրուկ պատասխանի, եթե չասենք շշմեցուցիչ պատասխանի, ինչպես նշեց Ռուսաստանի նախագահը։ Սա արդեն վտանգավոր է։ Միջուկային տերությունները բախման վտանգ ունեն եւ կարող են բավականին կանխատեսելի հետևանքներ ունենալ եւ Եվրոպական միության, եւ Ուկրաինայի, եւ ողջ աշխարհի համար։ Քանզի ամեն դեպքում, երբ բանակցությունները ընթանում են, հույս կա, որ կողմերը կարող են ինչ-որ կետում համաձայնության գալ, ինչ-որ կետում զինադադար ստորագրել, բայց դատելով վերջին օրերի իրադարձություններից ակնհայտ է դառնում, որ կողմերը խնդիր են դրել իրենց առջև հնարավորինս մեծ վնաս հասցնել հակառակորդին։ Ռուսական բանակը ողջ ճակատով հարձակվում է եւ ամեն օր նոր բնակավայրեր են անցնում ռուսական բանակի հսկողության տակ։ Դրան գումարած ուկրաինական կողմն էլ անընդհատ հարվածներ է հասցնում ռուսական քաղաքներին, ընդհանուր միջև թիրախավորելով Մոսկվան։ Սա նշանակում է, որ կողմերը գոնե այս պահին բանակցելու որևէ ցանկություն չունեն կամ որևէ հնարավորություն չեն տեսնում բանակցելու, քանզի այն դիրքորոշումները, որոնք կա կողմերի մեջ եւ կողմերի մոտ տրամագծորեն հակառակ են իրարից։ Ուկրաինան ցանկանում է ողջ տարածքները վերադարձնել եւ ոչ մի պարագայում չի ցանկանում բանակցություններ սկսել, ռուսական կողմը բանակցություններ սկսելու համար որոշակի նախապայմաններ է առաջ քաշում, որը ըստ էության ընդունելի չէ ոչ միայն Ուկրաինայի, այլև նրա դաշնակիցների համար։ Ինչևէ, մի բան ակնհայտ է, կողմերը շարունակելու են ռազմական գործողությունները եւ շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկին չհասցվի ռազմավարական պարտություն։ Իսկ ռազմավարական պարտություն հասցնելու ձևերը տարբեր են, սկսած ռազմաճակատում, վերջացրած տնտեսական եւ այլ ոլորտներում։ Թե ինչպես կդասավորվի իրավիճակը եւ ինչ նոր իրադարձություններ տեղի կունենան, մենք կտեսնենք առաջիկայում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, առաջին թեմայի տրամաբանական շարունակությունն է։ Չինական նավթային ընկերությունները կամ նրանց մեծ մասը տրվելով Թրամփի սպառնալիքներին հայտարարել է, որ դադարեցնում են Ռուսաստանից նավթի ձեռքբերումը։ Սա մեծապես կարող է ազդել ռուսական տնտեսության վրա, քանզի Չինաստանը հանդիսանում է ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկը։ Իհարկե հեռու ենք այն մտքից, թե չինական ընկերությունները ընդհանրապես չեն գնի ռուսական նավթ։ Ուղղակի հիմա այդ նավթը կգնվի երրորդ երկրների կողմից, միջնորդ պետությունների կողմից։ Բայց այն, որ առանց ռուսական նավթի չինական շուկան չի կարող գոյատևել եւ չինական տնտեսությունը չի կարող զարգանալ, սա եւս ակնհայտ է։ Մյուս կողմից Թրամփը ակտիվ բանակցություններ է սկսել Հնդկաստանի հետ։ Արդեն կայացվել է որոշում, որ Հնդկաստանի արտադրության ապրանքների վրա սահմանված 50% մաքսային վճարը իջեցվում է մինչև 15%-ի եւ Թրամփը հույս ունի, որ հնդկական նավթային ընկերությունները եւս կմիանան չինացի իրենց գործընկերներին եւ կհայտարարեն ռուսական նավթից հրաժարվելու մասին։ Ակտիվորեն Թրամփը տնտեսական պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ եւ սա արդեն ակնհայտ է։ Այս ամենը իրականացվում է Թրամփի հանձնարարությամբ եւ նա հույս ունի, ինչպես այսօր ասած լրատվամիջոցների հետ հանդիպան ժամանակ, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիս հետո բոլորը կզգան այդ պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա։ Իսկ տեսնելով, որ տնտեսական առումով Միացյալ Նահանգները պատերազմ է սկսում իր դեմ եւ կամ սկսել է պատերազմը, Ռուսաստանը անկանխատեսելի գործողություններ կարող է իրականացնել, քանզի ինչպես ասում են, անկյունում կարող է հայտնվել եւ ֆինանսական այլ միջոցներ ունենալու խնդրի առջեւ կանգնելու պարագայում կարող է անգամ մտածել բալիստիկ հրթիռներով կամ միջուկային մարտագլխիկներով ինչ որ գործողություն իրականացնելու մասին, որոնք արդեն կործանարար կարող են լինել բոլորի համար, այդ թվում նաեւ Ռուսաստանի։ Ինչևէ, մի բան ակնհայտ է, տնտեսական պատերազմը ոչ միտեղ տանող գործընթաց է։ Տնտեսական պատերազմը ստիպելու է Ռուսաստանին ավելի կարծրացնել իր դիրքորոշումը։ Իսկ թե սա ինչ կտա Միացյալ Նահանգներին, մենք կտեսնենք առաջիկայում։ Բայց այստեղ կարևոր է, որ Միացյալ Նահանգները մինչև վերջ ազնիվ լինի։ Եթե տնտեսական պատերազմ է հայտարարում Ռուսաստանին եւ բոլորին հորդորում է տնտեսական գործարքներ չիրականացնել Ռուսաստանի հետ եւ
հումք չգնել Ռուսաստանից, նշանակում է ինքը եւս պետք է իր օրինակով ցույց տա, որ նա ազնիվ է իր մղումներում եւ հայտարարություններում եւ դադարեցնի օրինակ ուրանի ձեռքբերումը Ռուսաստանից, դադարեցնի ալյումինի ձեռքբերումը Ռուսաստանից, դադարեցնի հրթիռների համար նախատեսված շարժիչների ձեռքբերումը Ռուսաստանից, որով ամերիկյան հրթիռները դուրս են գալիս դեպի տիեզերք։ Ինչևէ, Թրամփը շատ բան ունի ապացուցելու միջազգային հանրությանը եւ ցույց տալու, որ իրոք ինքը առաջամարտիկ է Եվրոպական միության հետ միասին տնտեսական եւ ռազմական, ինչպես նաեւ առհասարակ ռազմավարական հաղթանակ տանելու Ռուսաստանի նկատմամբ։ Սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որի ցանկանում եմ անդրադառնալ, մեր տարածաշրջանի հետ է կապված։ Նոյեմբերի 3-ից 6-ը Ադրբեջանում կայանալու է համաշխարհային հրեական կոնգրեսի հոբելյանական 70-րդ գագաթաժողովը։ Եվ այս առիթով արդեն ադրբեջանական սոցցանցերում բավականին մեծ աղմուկ է բարձրացվել։ Հիմնական սկզբունքն այն է, որ թույլ չենք տալու Իսրայելին երկրորդ պետություն ստեղծել, Իսրայել պետություն ստեղծել այս անգամ արդեն Կովկասում։ Իհարկե, այս ամենը նաև ուղեկցվում է հրեական որոշ շրջանակների կողմից արվող հայտարարություններում։ Եվ այդտեղ հատկապես ակտիվ են Բաքվից գնացած հրեաները։ Օրինակ, վերջին շրջանում բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձրել հրեա փորձագետներից մեկի հայտարարությունն առ այն, որ հրեաները Ադրբեջանի ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվել են 2500 տարի առաջ, այն ժամանակ, երբ դեռ ադրբեջանցիները այդ տարածքներում չէին հայտնվել, հետևաբար այդ տարածքները իրենց է պատկանում։ Դրա համար էլ Ադրբեջանում այս վայնասունը բարձրացվել է։ Կարծում ենք նաև, որ Ալիևի հրեական պետության հետ տարվող այս խաղերը եւ հարաբերությունների սերտացումը բավականին լուրջ եւ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ հենց իր համար, քանզի իրանական լրատվամիջոցներն են ակտիվորեն տարածում ադրբեջանական սոցցանցերում տիրող իրավիճակը եւ նաեւ իրենց մտահոգությունն են հայտնում այդ առիթով։ Բնական է, որ Իրանը մտահոգվելու է, բնական է նաև, որ Իրանը կարող է այս ամենը օգտագործել Ալիևի հետ իր առանձին հաշիվները բարձրելու համար։ Իսկ այն, որ այդ հաշիվները կան, կարծում եմ, բոլորիս համար էլ անակնկալ չէ։ Իսկ Ալիևի հրեական պետության հետ տարվող այս խաղերը կարծում ենք լավ տեղ չի տանելու։ Իսրայելը իդեմս Ադրբեջանի գտել է Իրանի վրա հարձակման շատ հիանալի պլազդարմ, եւ եթե Ադրբեջանում չեն հասկանում կամ փորձում են խաղալ սրա վրա լրացուցիչ դիվիդենդներ շահելու եւ Իսրայելից ռազմական տեխնիկա եւ զենքի գնումները ավելացնելու համար, կարծում ենք Ալիևը իր հաշվարկներում կարող է նաեւ սխալվել։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու եւ արդյոք ադրբեջանական հասարակությունը դուրս կգա սոցցանցերից եւ իր իրական դիրքորոշումը կհայտնի նոյեմբերի 3-ից 6-ը Բաքվում անցկացվող համաշխարհային հրեական կոնգրեսի այդ գագաթաժողովի դեմ պայքարում։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։